Բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ կրկին տեղափոխվելու ենք թատրոնի աշխարհ, ինչու, որովհետեւ մայիսի 17-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Աղի Մայլա թատերական ներկայացումը, որը կբարձրացնի կարևոր հարց. արդյոք հնարավոր է խուսափել այն մեղքերից, որոնք մեզ պարտադրում են աշխարհը եւ միջավայրը եւ նույնիսկ մեր իսկ բնույթը։ Եվ այս թեմայով զրուցելու համար մեր տաղավարում հյուրընկալել ենք ներկայացման ռեժիսոր Բաբկեն Շահբազյանին եւ դերասաններ Ալինա Տիգրանյանին ու Արամ Ղազարյանին։ Բարի լույս։ Բարի տալուս մեր տաղավար։ Ինչպե՞ս եք։ Լավ, շատ լավ։ Դուք ինչպե՞ս եք։ Լավ, հրաշալի։ Երեք երիտասարդ, այսպես ամբյոնով լի երևում է եւ այսպիսի բարդ հարցեր եք արդեն բարձրացնելու բեմի վրա, մեղքեր, որոնք պարտադրում են աշխարհը, միջավայրը, ինչ պետք է անի մարդը, բայց ինչ կանդրադառնանք շերտ առ շերտ ներկայացմանը, սկսենք վերնագրից։ Աղի Մայլա, ինչու՞։ Դա էլ է կազմում հենց այդ հարցերից մեկի ոնց որ բնութագրող բաներից մեկը, որ կարող ենք զերծ մնալ մեղքերից։ Մայլա բառը բոլորս էլ գիտենք, որ թուրքական բառ է, որը որ եկել է ու մտել է մեր իրականություն, ու հիմա բոլորս մեր բակերում, մեր թաղամասերում ունենք Բոշի Մայլա, Թուրքի Մայլա, մայլաները այտենց մտել են մեր իրականության մեջ ու դրա հետ մեկտեղ նաև դարձել են մեր իրականությունը։ Ոնց որ այդ վերնագրի մեջ էլ ենք մենք հարցադրում անում։ Աղի Մայլա մեր համար նորմալ է այդ Մայլա բառը։ Այսինքն իսկապես նման թաղամաս կամ փողոց այս տեղանունը իրական չէ, հորինված է։ Թե կա աղի։ Այո, չէ, չկա աղի հենց։ Աղին հենց ներկայացման պիեսից գալով, որ հեսա խոսանք, դա էլ բարձ կլինի, ինքը պիեսը աստվածաշնչյան Սոդոմ Գոմոր պատմության ուրիշ վերընթերցում է մի հատ։ Վահան Վարդանյանը գրել է այս թատերախոսությունը ու դրանով հենց պիեսը կոչվում է Սոդոմ։ Իսկ Սոդոմ Գոմորը բոլորս էլ գիտենք, որ երբ որ Աստված ավերում է, այնտեղ ինչ կա, դառնում է աղ։ Ստեղից եկել է աղի Մայլան էլ մեր իրականության թաղամաս։ Խառը վիճակ է։ Մինչ կհասկանանք արդյոք Մայլա փոխառությունը մեզ պետք է օգտագործել կամ այդ իրականությունը որքանով է մերը, ուզենք սկսել նրանից ձեր կուրսային աշխատանքներ, մի փոքր այդ մասին պատմեք, լավ։ Երեխաների կուրսայիններ։ Երևի սկսես ընկերան։ Սկսեմ։ Ներկայացումը շատ ռիսկային ներկայացում է, որովհետև բոլորս փորձել ենք ներկայացնել իրականում այն ինչ կատարվում է մեր կյանքում ու հասկանալ արդյոք մարդիկ երբեմն հետևում են դրանց, ուշադրություն դարձնում են, հասկանում են։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք թողնենք հետք հանդիսատեսի մոտ, որ դուրս գալուց ամեն մեկը իր մեջ ինչ որ հարցերի պատասխաններ ստացած դուրս գա կամ թեկուզ գոնե ստացած դուրս չգա, բայց ինչ որ մի բան իր մեջ վերլուծի։ Հարցեր տա ինքնին։ Սկսի մտածել ինչ որ հարցերի շուրջ ու ինքն իրեն նախ եւ առաջ սկսի բացահայտել, հասկանալ ով է, ուր է գնում ու ինչի համար է գնում։ Ներկայացման միտքը ստեղծելու Անդրանիկ Միքայելյանի հետ միասին ենք որոշել, հրավիրել ենք, որ մեզ այդ ներկայացումը բեմադրի ու միտքը, որ հենց Սոդոմ Գոմոր բեմադրենք, եկել է իրենից։ Մենք էլ արդեն ուսումնասիրել ենք հնարավորինս բոլոր թեմաները, հնարավորինս բոլոր նյութերը, որ հասկանանք կոնկրետ ինչից կարճենք ու ինչ հասցնենք հանդիսատեսին։ Արամիս, դուք կասեք ձեզ համար այս ներկայացումը ինչ կարևորություն ունի, որտեղ Ալինան փոքր պատմեց իր զգացումը։ Իհարկե, սիրով եմ ասեմ, ինձ համար կոնկրետ ներկայացումը հենց ինքը ուղերձ է ամբողջ հանրության, ովքեր որ կտեսնեն ներկայացումը, թե հանդիսատեսի տեսանկյունից, թե ընդհանրապես չգիտեմ ինչ որ վիդեոներով կամ ոնց պատահի, ինչպես կտեսնեն, բայց ինքը հենց իրենով ներկայացումը ուղերձ է, որովհետև մենք մեր առօրյայում հանդիպում ենք բազմաթիվ նմանատիպ ինչ որ չակերտավոր կամ ոչ չակերտավոր մեղքերի, որոնք որ մեր առօրյայի մի մասն են դարձել, բայց մենք բնավ չենք նկատում այդ ամեն ինչը, որովհետև ինքը արդեն մեր կյանքն է, դրանք մեր կյանք են մտել, բայց կարծում եմ եւ կարծում ենք մենք բոլորս, որ դրանց շատ մեծ ուշադրություն է պետք է տալ, որովհետև դրանք հենց մեր եւ մեզ շրջապատող աշխարհի կյանքի որակի վրա են ազդում։ Մենք շատ, ինչպես գիտենք, ամենամեծ մեղքը դա ամենայն դեպս ինձ համար դա անտարբերությունն է։ Մեր օրերում հատկապես։ Հատկապես մեր օրերում ու հենց անտարբերությունը մեր մոտ շատ
կոնկրետ դրված այդ խնդիրը, որ անտարբեր են, որ գաք ներկայացումը նայեք, հաստատ կտեսնեք, որ բեմում բոլորը մեկը մյուսի հանդեպ շատ անտարբեր են։ Ամենաառաջինը հենց իրենց անկյունում, իրենց կողքում ինչ-որ մեղք է իրականացվում, ինչ-որ կատարվում է ինչ-որ ներսագործություն, բայց բոլորը թքած ունեն ինչ-որ, հա, նորմալ է, դե արդ սպանեցի, օքեյ, կամ ինչ։ Բացի մեկից։ Հա, բացի որը մեղքից չի դառնում, որովհետև եթե անտարբերությանը անտարբեր ես, ուրեմն իհարկե բացի մի հոգուց եւ այդ մեկ անձնավորությունը դերակատարը ես եմ։ Այդ կերպարներից կուզենամ խոսեք, որովհետև այսպես շատ абստրակտ փիլիսոփայական ներկայացում է եւ հետաքրքիր է թե կերպարներն ինչպես են ձևավորվել, իրենք հենց մարդիկ են, երևույթներ են, ինչ են, ով են։ Եվ երևի Բաբկենը պատմի, ինչպես Սոդոմից եկան Աղիմայլա, ինչպես ստացան, ինչպես դերասանները զուլվեցին այդ ամենին։ Խոսենք անհատից, հա, գանք դեպի կերպար։ Ներկայացման հենց ամենակարևորագույն ու ամենամեխային մասը այն է, որ մի հոգին կարող է փրկել աշխարհը։ Այսինքն մենք միշտ մտածում ենք, որ դե բոլորը էսպես են անում, դե մենք էլ ենք այդպես անում, ինչ կա, որ նորմալ է, բոլորը տես չեն անում, մենք էլ ենք անում։ Բայց այստեղ ոնց որ մենք հենց այդ ենք առաջ բերում, որ չէ, այդ մի հոգին երբ որ որոշի չանել, հենց այդ կփոխի։ Այսինքն կդառնա, որ բոլորը չեն անում, այդ մի հոգին չի անում, ու իր շուրջը ամբողջովին կփոխվի։ Իսկ կերպարների մասով ասեմ, որ երբ որ նայեք ներկայացումը, դուք կտեսնեք օրինակ Ալինան խաղում է մի քանի կերպար, բայց որ ուշադիր նայեք կհասկանաք, որ դա էլ է մի գիծ, այսինքն մի մարդու պատմություն է, հենց Ալինայի պատմությունը ինքն է պատմել, թերևս տարբեր իրավիճակներ։ Այո, իրավիճակները փոխվում են, մարդիկ փոշորերը փոխվում են, խոսալու նյութը փոխվում է, բայց այդ մարդը իր վերաբերմունքը տանում է սկզբից ներկայացման մինչև վերջ։ Դա դեր դեբյուտային աշխատանքն է, Բաբկեն։ Իմ ոչ։ Ոչ։ Քանի որ Բաբկենը խոսեց հագուստից, իսկ ես վստահ եմ, հեռուստադիտողը գիտի, որ թատրոնի մարդիկ գիտեն ինչպես ներկայանալ եթել, այսօրվա հագուստը պատահական չի ընդրված։ Որպեսզի նախապես վատ կոմենտներ չգրեք, խնդրեմ կերպարները բացատրեն, թե ինչու են հենց սպորտային հագուստը։ Ինչպես նշեց Բաբկենը, յուրաքանչյուր դերասան ներկայացման ամենասկզբից մինչև ամենավերջը խաղում է տարբեր կերպարներ, մենք այդտեղ օգտագործում ենք տարբեր հագուստներ, օգտագործում ենք տարբեր վարսահարդարում, հնարավորինս կերպով փորձում ենք անգամ մեր գրիմը թարմացնելու մաքրել ըստ տվյալ տեսարանին հարմար, բայց մեր գիծը, մեր ուղերձը մնում է նույնը, հագուստները ընտրվել են հնարավորինս տեսարաններին հարմար ու տեսարանների կերպարներին բնորոշ հագուստներ, որոնք որ հնարավորինս խոսում են ու պատմում են իրենց մասին։ Սա որ կերպարների հագուստներ։ Դե ես մի հավելում անեմ, այսպես հագուստներ մաքսիմալ մենք փորձել ենք ընտրել այնպիսի հագուստներ, որոնք որ ավելի ժամանակակից են, ավելի մերօրյա են, որ հանդիսատես առօրյա ժամանակի։ Մենք առօրյայում կրում ենք հնարավորինս մեզ հարմար, որովհետև ինքը ներկայացումը իր մեջ շատ ճշմարտություն է պարունակում, այսինքն մենք նայում ենք ներկայացում ու տեսնում ենք հենց ինքներս մեզ, տեսնում ենք մեզ շրջապատող մարդկանց ու ինքը արդեն սուտ է բերում ներկայացման մեջ, երբ որ օրինակ մենք լինենք ոչ թե մեր առօրյա հագուստներով։ Եվ ժամանակակից հագուստ։ Այո, ոչ թե ժամանակակից հագուստներով, այլ ինչ որ միջնադարյան կամ հենց նույն Սոդոմ Գոմորյան ժամանակաշրջանի ինչ որ sense լատ, ինչպես են ասում, այդ կտորներով ինչ որ փակված մարդիկ լինենք, չէ, դա շատ արդեն կշեղեր մեզ ամեն ինչից։ Կասեք թիմում էլ ովքեր կան, մի փոքր պատմենք Անդրանիկ Միքայելյանի հետ համագործակցության մասին, Բաբկեն։ Անդրանիկ Միքայելյանը համազգային թատրոնի ռեժիսոր դերասան, շատ գործեր ունի արած թե որպես դերասան, ռեժիսորական էլ 2 գործ ունի արդեն ու փորձ ունի ինքը աշխատել ուսանողների հետ, երեխաները հրավիրել են Անդրանիկին, Անդրանիկը եկել, հետո այնտեղ ժամանակային խնդիրներ եղավ, ես ու Անդրանիկը կարելի ասել նույն դպրոցի ներկայացուցիչներ ենք ու Անդրանիկը խնդրեց, որպեսզի ես գամ փոխարինեմ այդ ժամանակահատվածում, որ ինքը երկրում չէր լինելու, հյուրախաղերով գնալու էին Ամերիկա ու այդպես ես եկա ու արդեն դրանից հետո իմ գալուց հետո մենք սկսեցինք 2-ով աշխատել։ Դուք համառ ռեժիսորներն եք բաց։ Այո։ Իսկ դժվար չէ երկու, որքան էլ ծանոթ եք բոլորին։ Եկեք երկուսն էլ մտածում են կոնկրետ մեկ ուղղությամբ, ինձ թվում է հակառակն ավելի օգնում է ու ավելի հետաքրքիր է որ աշխատում ես երկու ռեժիսորների հետ, ովքեր
Իսկ մա Կետին են գալիս տարբեր Այդ ճանապարհներով։ դեպքում ինչու է երկրորդ ռեժիսորը միանում։ Մեկը բավարար չէ։ Դե ժամանակի ասած ժամանակի առուտ Այո, Դե հասկացա։ զուտ դրանով, հետո որ ես էլ եկա, ոնց որ երբ որ ես եկա սկսեցի աշխատել երեխաների հետ, նախ շատ սիրեցի իրանց, հետո գործներ սիրեցի, հետո ոնց որ դարձավ իմը։ իրականում կներեք որ ընդհատեցի թիմում շատ մարդիկ են աշխատում ու ովքեր որ միանգամից նայում են ներկայացումը ինչ որ ամեն մեկը փորձում են իրենց ինչ որ նշելու ունենան ներկայացման մեջ ու մեզ շատ են կողքից օգնում թե մեր պրոդյուսերը թե մարդիկ ովքեր որ մեր հակուսների համար են օգնել հատուկ ընտրել են թե տվյալ կերպարը կոնկրետ այդտեղ ինչ հագնի ինչ դետալ օգտագործի ինձ թվում է որ ներկայացումը տեսնեք կհասկանաք որ ամբողջական մեծ թիմի աշխատանք է այդտեղ կատարվել, որովհետև ընդամենը 1 կամ 2 հոգու աշխատանքը չէր բավականացնի, որ կարողանանք ցույց տալ հենց այն ամենը, ինչ որ այսօր ստացել ենք, չնայած որ դեռ այսօր էլ հղկելու ենք ու մի քանի օր հետո ավելի բովանդակալից արդյունք ենք պատրաստ ներկայացնելու համար որպես առաջնախաղ դե Բաբկենը արդեն բարձր պրոֆեսիոնալ է ունի առաջին ներկայացումը չի ձեր դեպքում լինելով ուսանող նախ մի փոքր պատմեք որտեղ եք սովորում եւ որ կուրսում եք եւ այլն ձեզ համար որքանով է կարեւոր նման մանրակրկիտ աշխատանք տարված ներկայացման մասնիկը դառնալ ինչպես դուք ներկայացրեցիք Ասենք մենք Սուրեն Շավարդյանի արվեստանոցում ենք սովորում 4-րդ կուրսի ուսանողներ ենք, սա արդեն նշեցինք մեր դիպլոմային աշխատանքն է, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն ենք, որպես այդպեսին պրոֆեսիոնալ բեմում հանդես գալու, սա մեր առաջին փորձը չի, բայց առաջին փորձն է նմանատիպ նման ֆորմատի ներկայացման մեջ աշխատելու եւ նման մանրակրկիտ աշխատանք ունենալու ու ասեմ, որ այս փորձը մեզ շատ մեծ օգնություն է ցույց տվել, ասենց ասած, մեր մոտ փոխել է լիքը բաներ, որովհետեւ մենք հիմա Եթե մենք նայում ենք ներկայացումներ ժամանակին թատրոններում նայում ենք ներկայացումներ, որտեղ որ կար ստանդարտ ինչ-որ ձևաչափերով ներկայացումներ, ֆորմատով էստես ասած կամ ինչ-որ մեթոդիկայով բեմադրված ներկայացումներ, սա դրանց շարքին չի դասվում։ Բեմում դուք տեսնելու եք կենթանի մարդ, տեսնելու եք մեր օրերից վերցված այո, մենք տեսնելու ենք մեզ։ Մենք չենք տեսնելու դերասան, ով խաղում է օրինակ Համլետի կերպարը, չէ, մենք տեսնելու ենք Համլետին։ Մենք չենք տեսնելու այդտեղ, որ այդ մարդը խաղում է այս կերպարը, չկա նման բան։ Ինձ նաև հետաքրքիր է կներեք, քանի որ դուք խոսեցիք, որ մեր օրերից է վերցված, ձեր հագուստն էլ մեր առօրյայի երիտասարդների հագուստներից է։ Ես կուզեմ լեզվամտածողության մասին մի փոքր խոսենք, թե ինչ լեզվամտածողություն է կրել, որպեսզի թե ժամանակը արտահայտվի, թե միտքը։ Շատ հետաքրքիր։ Հատկապես որ մեր օրյա արատներից եւ մեղքերից է։ Դրա պատ կողմը։ Պիեսը գրված է աստվածաշնչյան ոճով։ Այսինքն խոսակցական բացարձակ այդպես խոսք չկա այնտեղ։ Այնտեղ կոնկրետ աստվածաշնչյան ֆորմայի մեջ դրված, կարելի ասել չափածո տեքստ է։ Իսկ կերպարները գործում են բեմում մեր լեզվով։ Այն լեզվով, որով որ մենք ենք խոսում։ Ու այդտեղ շատ հետաքրքիր փոխհարաբերություններ են դառնում այդ լեզվով խոսացող, այսինքն ժարգոնով խոսացող քաղաքային աղմուկի մեջ մեկ էլ հնչում են տեքստեր, որոնք որ բնորոշ են այս ֆորմայի մեջ են ու այդ փոխհարաբերությունները շատ հետաքրքիր ու բերել դա դարձնել ու շատ հետաքրքիր է, երբ որ օրինակ դերասանը խոսում է այդպես ժարգոնով, մեկ էլ հիմա էս էլ աշխատանքից էլի ելնելով ասեմ, մեկ էլ հիմա պիտի ոնց որ այդ տեքստին գա, այդ էլ է շատ հետաքրքիր հարաբերություն, որ դուք նայում եք այդ մարդուն, որը որ նաև ունակ է խոսալ այսպես ու այդ փոխհարաբերություն, այսինքն այդտեղ էլ է հարցադրում, բայց ո՞րն է դուր գալիս, սա թե սա։ Եվ լույս դրան ինքը հենց այդ մեր առօրյա օրգանիկայի մեջ իհարկե մարդու ականջին ծանոթ չի նմանատիպ ինչ որ այս օրգանիկայի մեջ, այսպես իրար հետ շփվելուց մենք խոսենք օրինակ, չգիտեմ, ինչ որ շատ գրական, շատ տեքստերով, որոնք որ արդեն դարձել են օրգանիկ։ Այսինքն դարձել են կոնկրետ մեր առօրյա խոսքը, բայց առօրյա խոսքը հնչում է աստվածաշնչյան ձևաչափի մեջ։ Իսկ ներկայացման մեջ մեղավորներին ապաշխարելու հնարավորություն տրվում է, թե ուղղակի մատնանշվում են մեղքեր, գուցե առանց լուծումներ առաջարկելու։ Ես ասեմ, այդ հարցին sense պատասխանեմ, որպեսզի համել ինտրիգ լինի։ Մենք չենք փորձել ստեղծել մի իրականություն, որը որ չկա։ Այսինքն մենք չենք փորձել
ստեղծել մի բան, հորինել ինչ-որ բան, որը որ չկա, մեր կյանքում էլ մեզ բոլորիս տրված է այդ հնարավորությունը։ Ու ներկայացման մեջ էլ այդ հնարավորությունը տրված է։ Ու Աստծաշնչում էլ, երբ որ կարդում ենք, մենք արդեն գիտենք, որ Սոդոմ Գոմորը ավիրվել է, բայց Աստծաշնչում էլ է այդ հնարավորությունը տրված։ Աստված Աբրահամի հետ խոսալուց ասում է, որ եթե 10 հոգի լինեն այդ քաղաքում արդար, այդ քաղաքը չեն վերացնի։ Բայց մենք արդեն գիտենք, որ չեն լինում այդ 10 հոգին, իսկ մեր մոտ Բացում են գաղտնիքը, բայց ոչ շարունակաբար, որպեսզի գան եւ դիտեն, հիշեցրեք երբ, որտեղ, նորից դուք։ Մայիսի 17-ին ժամը 7:30, սա առաջնախաղն է, հնարավորություն չի լինելու դեռ տոմսեր ձեռք բերելու, սա լինելու է իրենց քննությունը, կոպիտ ասած, եւ պրեմիերան, իսկ հետագա զարգացումների համար ինձ թվում է նորից կգանք ձեզ մոտ, խոսենք Այդ մասշտաբով եւ այն ողջորվածությամբ, որ աշխատում եք, դա իդեպ ուզում էի հարցնել, որ գուցե դիպլոմային աշխատանքից վերածվի արդեն մնայուն, գուցե հա, խաղացանկային որևէ Վստահաբար։ ցանկացած ստեղծագործող, երբ որ ինչ-որ մի բան ստեղծում է, դա երեխայի նման բան է, որ դուք այդ 9 ամիս պահում են փորում, հետո ծնվում է, ոնց եք ուզում, որ այդ երեխան գնա կյանք ու շարունակի, նույն կերպ էլ այստեղա, այս փորձերը կարելի ասել այդ հղացման շրջանն է, որից հետո, որ երբ որ երեխան ծնվում է, ներկայացումը ծնվում է, ցանկացած ստեղծագործողի համար այդ շատ կարևոր է, որ այդ ներկայացումը կյանք ունենա։ Դե ինչ հուսով ենք, որ կյանք կունենա եւ որևէ թատրոնի բեմում այն մշտական իր մասնիկը կգտնի, հա կունենա եւ եթե ավելացնելու բան չունեք, բացի նրանից։ Ես մենակ եզրափակելով ասեմ ու շնորհակալություն հայտնեմ, հա, այն մարդկանցից, ովքեր որ մեզ հետ աշխատում են, հենց Բաբկենն ու Անդրանիկի գլխավորությամբ, իրենց կատարած աշխատանքը իրոք շատ մեծ է ու մենք թվով 10 ենք ներկայացման մեջ, բայց եթե իրենց այդ նվիրվածությունը ու իրենց նպատակը չլիներ, մենք չէինք ունենա այսօր ոչինչ ու մեծ իրականում շնորհակալություն է շատ շնորհակալություններ այն ասում այստեղ քիչ որովհետև շատ կարևոր է որ մենք բոլորս այդ գաղափարի շուրջ ենք աշխատել եթե ուրիշ ինչ-որ մեկը լիներ ինձ թվում է միգուցե չընկալեր, չհասկանար ինչ էինք ուզում դրա համար Անդրանիկն ու Բաբկենը ինձ թվում է շատ մեծ աշխատանք են կատարել ու մեզ լավ խաղը կարծում եմ կլինի շատ հարցերում մեզ անգամ որպես մարդեր հղկել են ու իրոք հենց դարձրել են այնպեսին որ մենք այդ օրը առավելագույնը անենք։ Դրա համար ամենամեծ շնորհակալությունը Անդրանիկին ու Բաբկենին, Մարիամին, պրոդյուսերով մեզ օգնում է ցանկացած հարցով, Գագիկին, որ մեր հագուստն է կարողացել ապահովել, Նիկիտային ում աշխատանքը, որ մենք այդ օրը կտեսնենք բեմում։ Գործընկերներ եւս համազգային դերասաններին, ովքեր որ սենց սրտաբաց մեզ օգնել են ու այդ օրը մեզ հետ լինելու են։ Եվ ինձ թողնել են բոլոր նրանք ու մենք չտեղեցինք։ Մենք չնշեցինք եւ շնորհակալություն ձեզ մեզ յուրը գալու համար։ Սիրով, շնորհակալ լինելը ինչ հիանալի բան է, չէ՞, դրական էներգիա է։ Լսում եւ ուրախանում ես, որ իսկապես երիտասարդները ինչքան բարձր արժեքներ են կրում եւ դա բարձրացնում են բեմ, բարձր են մտածում։ Շատ ուրախ ենք, որ ունենք նման երիտասարդներ եւ սիրելի հեռուստադիտողներ հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Աղի Մալյա թատերական ներկայացումը, ինչի շուրջ զրուցեցինք ռեժիսոր Բաբկեն Շահբազյանի, դերասաններ Ալինա Տիգրանյանի եւ Արամ Ղազարյանի հետ։ Իսկ մենք կհանդիպենք քիչ հետո։